Դա խաղաղություն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ այդպես է կոչվում, երբ քանդում են մեր եկեղեցիները, երբ քանդում են մեր պատմական հիշողությունը, մեր ինքնությունը ջարդում են, մեր սրբավայրերը պղծում են եւ Նիկոլ Փաշինյանը դա անվանում է խաղաղություն։ Երբ 140,000 հայրենակից մեր էթնիկ զտման ենթարկվեց, ՔՊԱ-ականների համար դա խաղաղություն է։ Եվ Իլհամ Ալիևի հետ նրանց խաղաղությունը միակողմանի է։ Այսինքն իրանք ասում են, որ մենք խաղաղության տրամաբանությամբ ենք ընթանում, բայց ինչպես նաև լսեցիք երեք նրա հոխորտանքները Իլհամ Ալիևի, դա որևէ կերպ չես կարող անվանել խաղաղություն։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում կարող են լինել նոր պահանջներ, եւ այդ նոր պահանջները լինելու են նոր զիջումների տեսքով, որովհետև տրամաբանությունը հետևյալի մասնախոսում իրանք քանդում են մեր եկեղեցիները, Արսեն Թորոսյանին մեկում հարցնում են, իսկ դուք ինչ եք ասում խաղաղության վերաբերյալ ձեր տեսլականին, այս է ձեր խաղաղությունը, ասում մենք լռում ենք, չենք պատասխանում, այդ ձև չես կարող կառուցել խաղաղություն, որովհետև մենք մեր հարևանների հետ կապված ունենք լավ օրինակ մեր եղբայրական Իրանի ժողովրդի հետ, թե ինչպես իրանք պարտադրեցին խաղաղությունը եւ այդ նույն կերպ պարտադրում էր խաղաղությունը Սերժ Սարգսյանը, երբ քարորիա պատերազմը հաղթում էին, միակողմանի մենք պարտադրել ենք խաղաղություն եւ խաղաղությունը լինում է այդ ձևով, երբ որ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանի ժամանակ ասում էր, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր ասում է, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, իսկ Նիկոլ Փաշինյանին եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների վրա մատաթափ տալի, դա է իրականությունը։ Էմանուել Մակրոնը երեք հայտարարեց, որ 8 տարի առաջ իրենք Հայաստան չէին կարող գալ, քանի որ Հայաստանը համարում էին Ռուսաստանի մի մաս, սակայն հիմա հանգիստ կարող են գալ Հայաստան։ Չկասեք այս հայտարարության վերաբերյալ։ Արևմտյան տարբեր կենտրոնների համար Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանը ավելի անկախ էր եւ այդ անկախ լինելը իրանց շատ դեպքերում ձեռնտու չէր, որովհետեւ Հայաստանը իրականում ուխտուրույն էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ որևէ կենտրոնի ենթակայության տակ չէր։ Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն էր եւ մենք ունեինք դաշնակցական հարաբերություններ եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարողացել է եւ ԵԱՏՄ-ում անդամակցություն ապահովել Հայաստանը եւ կնքել ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Երբ որ մենք մեր կուսակցությունը EPP-ի անդամ է եղել, երբ որ մենք եվրոպացիների, մեր ռուս գործընկերների, Չինաստանի կոմունիստական կուսակցության, ես ուզում եմ ներկայացնել ձեզ ձեր հարցին պատասխանեմ, որ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անդամակցում է Յեդինե Ռոսիային որպես գործընկեր, EPP-ին, եվրոպական ղեկավար իշխող կուսակցությունների ընտանիքին, Չինաստանի կոմպուսի հետ աշխատել,